Սկզբում առաջադրանք է ստացել նկարահանել իր անչափահաս երեխայի մերկ ոտքերը, ապա ժամանակի ընթացքում արդեն պահանջել են ուղարկել սեռական բնույթի տեսագրություններ, սպառնալիք է հնչել, հակառակ դեպքում ընտանիքի անդամները կմահանան։ Դաժան այս նկարագրությունը քրեական մի վարույթից է, որի նախաքննությունն օրեր առաջ է ավարտվել։ 2024 թվականի հուլիսի 4-ին Երևանի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 14 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ենթարկվել է ֆիզիկական բռնությունների, որից վերջինը եղել է հունիսի 28-ին։ Կինը նշել է նաև, որ վերջին 1 տարվա ընթացքում ամուսինը ստիպողաբար իրեն թմրանյութ է տվել։ Ամուսինն իրեն հյուրասիրել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, ընդ որում առաջի անգամը բռնություն գործադրելով։ Երկրորդ անգամ արդեն խորհուրդներ տալով եւ համոզելով, որից իր մոտ առաջացել է թմրամիջոցային կախվածություն։ Այնուհետև այդ կնոջ ամուսինը 2024 թվականի հուլիսի 8-ին հաղորդում է տվել, որ կնոջ մոտ նշված օրը նկատել է օտար բջջային հեռախոս, վերցրել է ձեռքից, ուսումնասիրելով բջջային հեռախոսը մեջը տեսել է, որ իր կինը իր անչափահաս 2 երեխաների նկատմամբ կատարում է սեքսուալ բնույթի գործողություններ, տեսանկարահանում եւ ուղարկում իրեն անհայտ անձին։ Այստեղից արդեն բացվում են աղմկահարույց գործի մանրամասները։ Հագուստի առևտրով զբաղվող կինը Facebook-յան էջին ստացել է նամակ։ Հեղինակը ներկայացել է որպես էքստրասենս։ Կինը մտածել է, որ նրա օգնությամբ կազատվի թմրամիջոցների կախվածությունից։ Քննությամբ պարզվել է, որ էքստրասենս ներկայացածն իրականում քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ է։ Կարճ ժամանակ անց այդ էքստրասենս կոչվող անձնավորությունը առաջարկում է նշված կնոջը ծանոթանալ մեկ այլ երիտասարդի հետ, ով իբրև թե հանդիսանում է հոգեբան, սակայն նախաքննությամբ պարզվել է, որ էքստրասենսը եւ այդ անձը դրանք իրական նույն անձնավորությունն են, ուղղակի սոցիալական տարբեր կայքերի տարբեր էջերով ներկայացող եւ դա հանցավոր սխեմա է։ Դատապարտյալը սկսել է երկակի խաղ խաղալ։ Մի դեպքում որպես հոգեբան ներկայանալով սկսել է գումար, սնունդ, հեռախոս ուղարկել կնոջը, մյուս դեպքում էքստրասենսի անվան տակ սպառնալ։ Ամուսինը պատահաբար գտել է դատապարտյալի նվիրած հեռախոսը, որտեղ մեծ թվով մանկական պոռնոգրաֆիկ տեսանյութեր են եղել։ Միաժամանակ սմարթֆոն է հայտնաբերվել նաև դատապարտյալի մոտ։ Ընդ որում այդ բջջային հեռախոսի մեջ էլ հայտնաբերվել են մի քանի տեսագրությունները, որոնք այդ կինը կատարել է։ Հայտնաբերվել են նաև 2 այլ ընտանիքների եւ անչափահասների մասնակցությամբ տեսագրություններ նրա բջջային հեռախոսում։ Նրա բջջային հեռախոսի զննությամբ էլ պարզվել է, որ դա նա վաճառում է Telegram կայքով տարբեր օգտատերերի, այդ թվում օտար երկրի անուններով օգտատերերի։ Իսկ այդ մասով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Գործով տուժել են 7 անչափահաս եւ մանկահասակ երեխաներ։ Այս գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել 4 անձ։ Ֆակտոր TV-ի տեղեկություններով մեկը դատապարտյալն էր, մյուս 2-ը ամուսինները, եւս մեկը տուժող երեխաներից մեկի մայրը։ Այս պատմությունը շարունակությունն է դեռևս 2023 թվականին մեծ աղմուկ բարձրացրած մոր կողմից երեխաներին ֆիզիկական բռնության եւ նվաստացման ենթարկելու տեսանյութին առնչված քրեական գործի։ Մեղադրյալի աթոռին նույն անձն է։ Դեռևս 2 տարի առաջ դատապարտյալի թիրախում հայտնվել էին Աննա Ան եւ նրա մանկահասակ երեխաները։ 2023 թվականի օգոստոսին համացանցում սահմռկեցուցիչ տեսանյութեր տարածվել, թե ինչպես է մայրը 2 երեխաներին ստիպում սեռական ոտնձգություն իրականացնել իր մյուս երեխայի նկատմամբ։ Քրեական գործն այս պահին դատարանում հիմնական դատալսումների փուլում է։ Ընտանիքի հայրը Թաթուլ Մ-ն այս դեպքից ամիսներ առաջ ճաղերի հետևում էր հայտնվել անչափահաս 2 դուստրերին բռնաբարելու մեղադրանքով։ Աննան նույնպես կալանավորվել էր, իսկ երեխաները հայտնվել էին աջակցման կենտրոնում։ Դեպքից գրեթե 2 տարի անց նրանք շարունակում են մնալ այնտեղ։ Ասել վերականգնվել են դժվար է, բայց տեսնում ենք, որ համենայնդեպս արդեն անցյալում է այն սկզբի շատ բուրըն փուլը եւ անշուշտ երեխաները երջանիկ չեն, կրում են այդ ամբողջ երևույթի եւ տեղի ունեցածի հետևանքները։ Ազատներից որևէ մեկը չի այցելել նրանց։ Պիտի ասեմ, իրավունք չունենք զարմացած լինելու ոչ մի հանգամանքով, բայց հիմա զարմացած ենք, որովհետև գրեթե որևէ կոնտակտ չի եղել, որևէ այցելություն, որևէ հարազատի, որևէ բարեկամի կողմից երեխաները մենակ են եղել այս ամբողջ ընթացքում։ Դաժան իրադարձություններն ինչ ազդեցություն են ունեցել երեխաների վրա։ Կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը նշում է, այսօր երեխաները տարբեր կերպ են արձագանքում կատարվածին։ Երեխաներից մեկը ամենայն հավանականությամբ պաշտպանության նպատակով լրիվ հարմարվել էր մոր կողմից թելադրվող վարքին, ավելին մի տեսակ դարձել էր մայրիկի օգնականը։
այդ ամբողջ սցենարները մշակելու, այդ ամբողջը իրագործելու եւ այլն, եւ մասնագիտական ենթադրությամբ ամենայն հավանականությամբ երեխան, եթե դրական եւ իր կարիքներին համապատասխան միջավայր չտեղավորվեց, մեծ է հավանականությունը, որ այդ վարքը հնարավոր է, որ ինքը կրկնի։ Թեև չեն կարող ասել, որ նմանօրինակ դեպքեր մանավանդ սեփական երեխաների նկատմամբ հաճախակի են արձանագրվում Հայաստանում, բայց կան սեռական շահագործման եւ ֆիզիկական, հոգեբանական բռնության ենթարկված երեխաներ, ինչպես է նրանց կյանքի որակի վրա ազդում դաժան վերաբերմունքի թողած հետքը։ Անտոնյանը իրենց արդեն հասուն տարիքում գտնվող սաների օրինակն է բերում։ Ունենք բավական այսպես կտրուկ լրիվ մերժող եւ ամեն րոպե պատրաստ հակասոցիալական վարք ցուցաբերելու մեղմելու համար ներքին ցավը եւ ուրիշին բռնանալու միջոցով սեփական վնասը, սեփական ցավը մեղմացնելու, այդ դիտարկել դա որպես միջոց իրենց տրավմատիկ հիշողությունների հետ ապրելու եւ ունենք երեխաներ, ովքեր մեզ մոտ էին եւ հիմա երբ իրենց հետ խոսում ենք խուսափում են մեզնից եւ խուսափում են բոլոր նրանցից, ովքեր վկա են այդ ինչ որ տեղի ունեցել, իրենց կյանքի այդ փուլին։ Ըստ քննչական կոմիտեի տարեկան հաղորդման, միայն 2024 թվականին անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ դատարան ուղարկված վարույթներից 128 մեղադրյալից 41-ի դեպքում մեղադրյալը հանդիսացել է երեխայի ընտանիքի անդամը։